Մենք վերադարձանք եւ ինչպես ասել ենք, այսօր ունենք շատ հետաքրքիր հյուրեր եւ շատ հետաքրքիր թեմաներ, ինչի մասին խոսելու ենք։ Այսօր մեր տաղավար ենք հրավիրել Տիկին Լաուրային, հերոս Տարոն Գիվարգիզյանի մորը։ Տարոնի կորստից հետո այս ընտանիքում ծնվեց Լուսեն։ Տարոնը դպիր էր, զինծառայության ենթակա չի եղել։ Նա Արցախ տեղափոխող ավտոբուսի մեջ է թաքնվել ու մեկնել ռազմաճակատ, իր կյանքը նվիրելով հայրենիքին։ Հերոսական շատ։ Բարի լույս։ Բարի լույս։ Տիկին Լաուրա, վստահաբար շատերն են հարցեր Տարոնից, հենց պատերազմի հետ կապված, ես կուզենամ մի փոքր սկսենք նրա մանկությունից, այն տարիներից, որոնք կարծես թե ձեր մոտ ամենալավն են, վստահ եմ, հիշվել, մի փոքր իր տեսակից առհասարակ։ Տարոնից տեսակը միշտ հաղթական է եղել, փոքր ժամանակից տարբեր սպորտավոճերի է մասնակցել, երաժշտության է գնացել եւ միշտ ես հիշում եմ մի հատ տպավորիչ փաստ կար, երբ որ մենք տունը վերանորոգում ենք, այդպես ինձ չհաջողվեց, որ Տարոնս ես տանեի, ինքը կարատեի մրցումների էր, դե որ հետը գնում էի, արդեն այդքան չէր մոտս տպավորվում ու եկավ նորից պատվոգրով, գավաթով 5 տարեկան էր Տարոնս, ասում եմ էլի Տարոն, էլի ու տենց միշտ շարունակական շատ վառ հիշողություններ ունեմ, դրա համար ես ուզում եմ միշտ ժպիտով պատմեմ Տարոնիս մասին եւ համարելով, այո, ողջերից ողջ են իրենք, որտեվ իրանք այնքան պատմություն են կերտել եւ ես երեք իր 134 դպրոցում միջոցառում էր եւ ես ասացի, որ մինչ օրս ամենայն անկեղծությամբ եմ ասում, հետևելով իր անցած ճանապարհը, պատմելով ինքը շատ խոսացող եւ փակ մարդ է Տարոնս, շատ բաներ եմ սովորում եւ անպայման ես ուզում եմ իր ապրած ճանապարհը 25 տարվա իր ապրած ճանապարհը ես վերլուծելով ես ուզում եմ իր նման իր քայլերը անեմ եւ իդեպ կատարում եմ թե ես գիտեմ ես ինքս ոնց եմ դա կատարում նախ ես ինքս եմ զարմանում, թե ոնց է իրագործում, որ ես կարողանում եմ իր արած քայլերը շարունակեմ, անեմ, աջակից լինեմ որոշ մարդկանց, բայց ստացվում է ու ես միշտ ասում եմ փառք Աստծո, ի վերուստա, որ իմ Տարոնը իմ կողքն է եւ ինքը ուղղորդում է։ Տիկին Լաուրա, այ մենք խոսեցինք այն մասին, որ ձեր տղան բանակի ենթակա չէր, հա, բայց նա ինքնական որոշեց գնալ, սա նաև խոսում է նրա հերոսության մասին, հա։ Այ կպատմեք այդ պահը, ինչպես նա որոշեց գնալ, դուք ինչպես որպես մայր կարծում եմ մի փոքր այսպես ըմբոստացաք կամ ինչպես արձագանքեցիք։ 2015 թվականին Տարոնս սովորում էր ավագ դպրոցում Եվ ինքը իր դիմումի համաձայն 6 ամիս շուտ, զինկոմիսարիատ դիմելով իր դիմումի համաձայն 6 ամիս շուտ մեկնեց բանակ, ինքը ծառայելու, իր պարտքը տալու, բոլորը իր դասընկերները ճերմակ վերնաշապիկով կանգնած վերջի զանգ էին անում, իսկ իմ տղան արդեն պոստ էր պահում, եւ ընդեղից զանգում է ընկեր Խաչատրյան, ասում է ես հիմա պոստը հսկում եմ, որ իմ դասընկերները եւ շրջանավարտները հանգիստ կատարեն իրենց վերջի զանգը եւ ամեն ինչը։ Շատ քիչ է ծառայել, 2 ամիս անց դեպք պատահեց, զորավարժությունների ժամանակ շատ լուրջ վնասվածք ստացավ եւ այդպես որոշեցին, որ այլ չի ծառայելու, զորացրեցին, արդեն դե եկավ իր մասնագիտություններով, խորացավ, Որն էր իր մասնագիտությունը։ Իր մասնագիտությունը եղել է տարբեր բաներ է ինքը փորձել, բայց վերջում ինքը դարձավ շատ լավ մասնագետ, այս դարվա մասնագետ, ավտոէլեկտրիկ, դիագնոստիկա նման մեծ աշխատանքներ էր կատարում եւ ուներ բազմաթիվ աշակերտներ, այդ աշակերտների պատմությունն էլ է շատ հետաքրքիր եւ եկեղեցում ծառայում է Տարոնս, եկեղեցում դպիր է, իսկ հիմա երկնքից է ինքը մեզ ծառայում, այո։
Երբ որ սկսում է Չարաբաստիկ պատերազմը, սեպտեմբերի 27-ին Կիրակի օրեր բոլորս տանն էինք, շտապում ա դե ամեն Կիրակի եկեղեցի, մի հատ թոհու բողով սենյակ մտավ, մի հատ շուտ արթնացեք, ասեց քնել եք հանգիստ, տեսեք պատերազմը, դե տենց լուրջ չվերաբերվեցինք, եթե անկեղծ լինեմ, եւ շտապեց, անմիջապես շտապեց եկեղեցի, առաջին նորքի առաջի զանգվածի Մարիամ Աստվածածնին եկեղեցում էր ծառայում, Գորիսում Տաթևի վանքում էր ծառայում տարոնս, մեկնելով սքեմը հագնելով եւ կարգը կատարելուց հետո անմիջապես մեկնում է զինկոմիսարիատ, այնտեղից իրան չեն տանում, դա պատմելով ես գիտեմ, մենք ոչ մի բան, ես ամուսինս, մենք ոչ մի բան չենք իմացել այդ մասին եւ անմիջապես զանգեցի, բա որտեղ ես, ամենայն անկեղծությամբ բոլորը կփաստեն, ինքը բացարձակ սուտ խոսել չգիտեր, որտեվ ես վստահում էի, իր խոսքը խոսք էր, վերջ Մամ ասեց, բան ենք արել, հենց հիմա մենք տղաներին սնունդ բան ենք փաթեթավորում, ձայները բան ամեն ինչը կար, այդ պահին ճիշտ է ասել, ասեցի լավ, իր քույրն էլ դեղամիջոցներ էր նման այդ ոլորտի բնակավարում աշխատում, այդ տարիներին դա է կարողացել անի, ասցի դե Տաթևն էլ այդպես, լավ, էլ չզանգես մամ, խանգարում ես, դե չզանգեցի, բայց արդեն եկավ երեկոյան ժամերին, զանգում եմ ու չի պատասխանում, արդեն տագնապ կա մեջ ես, զանգեցի ժամը 11-ն էր, մամ հանգիստ եղեք, պարկի քնի հիմա հասնում եմ, ես 15 րոպեից տունն եմ գալի, լավ, հավատացի, եթե անկեղծ հավատացի Արդեն այդ ժամանակ իրանք ինչ սնունդ դրել են, դրանից հետո էլ աշխարհազորայինով ջոկատ են կազմել, կամավորական ջոկատ եւ մեկնել են, իրեն չեն ուզեցել տանեն, բայց ինքը թաքնվել է ավտոբուսի նստարանի տակ, որ իրեն չհանեն։ Արդեն երկար զանգելուց հետո թեպետ ընկերներն են իրեն ճանապարհել, ընկերներն էլ ինձ չէին պատասխանում, անգամ որպես մայր ընկերները եթե պատասխանեին, միգուցե ես չթողնեի գնար։ Այդպես ժամը արդեն մեկ անց էր, զանգում է քրոջը, Տաթև, ես արդեն Արցախում եմ, մամային, պապային լավ կնայես։ Տաթևս ինձ մեզ չի ասում, ու ես արդեն այդ տագնապի մեջ էլի զանգում եմ, վերջապես պատասխանեց զանգիս, չթողեց ես խոսեմ, շարունակեմ, մամ եթե կլսես, խոսենք, եթե չէ, հենց հիմա անջատում եմ, ասցի ասա բալես, մամ, ես գնացել եմ մեր մայրերի և քույրերի համար, ասցի, հենց դու մենակ ունես մայր ու քույր, մամ ասեց, ես գնացել եմ բոլորի համար, մամ ջան, ձեզ լավ կնայեք։ Մեր տաղավարում Կարծես թե այսօր լույսը շատ է։ 3 տարի առաջ ծնվեց Լուսեն, ով հիմա գտնում է ձեր կողքին, որ խնդրեմ կպատմեք նրանից։ Լուսես, իդեպ ասեմ, տաղոնս երբ որ 23 տարեկան էր, ասում էր մի հատ աղջիկ ունենանք, ասում էի, արդեն դու պիտի ամուսնանաս, հիմա մենք ինչ աղջիկ ունենանք, իր նկարած, իր երազած ամենայն անկեղծության, որ ինքը նկարագրում էր, ինքը ինչ ձևի քույրի կա ուզում, ինքը նույն Լուսեն ծնվել է, ինքը ես բոլորը գիտեն, որ ես ասում եմ, եթե ես կունենամ բալիկ, ես ունենամ աղջիկ, ես տղա չէի ուզում այս դեպքերից հետո ունենայի, որտեղ իմ տարոնը կա, իմ թիկունքում է, մենք ուղղակի ֆիզիկապես ենք հեռու, երևի թե դուք կհավատաք, որտեղ իրանք շատ թելադրում են մեզ, թելադրում են ու ամեն ինչը իրենք անում են մեզ համար։ Ու այդպես ծնվեց Լուսես, ու ես Լուսեին չեմ կարողանում գրկել, կերակրել, որտև ինքը նույն մարդն է ծնվել ու նկարները կա, ասենց որ դնում, նույն մարդը, ասում եմ, լավ, նուժելի այդքան նման, ես չեմ ուզում, որ իրանք այդքան, ես չեմ փնտրել Լուսեի մեջ տարոն, ոչ,
Եթե տղա ծնվեր, միանշանակ անունը Տարոն չէր լինելու։ Ու հիմա ինքն էլ իր շարժու ձևը, իր մտածելակերպը, ինքը մանկապարտեզում միշտ իր դաստիարակչուհիները ասում են, որ ինքը 3 տարեկան է, բայց իրանից բարձր տարիքի ինքը մտածելակերպ ունի, վարժությունները, ամեն ինչը, ու նույնը եղել է Տարոնս։ Ինքը լույս է բերել, լուսավորել է մեր կյանքը, մեր շրջապատը, չգիտեմ, շնորհակալ եմ Տարոնիս։ Շնորհակալ եմ, որ ունեմ նման զավակներ, շնորհակալ եմ, որ ունեմ նման քաջ տղա, դա գիտեք ինչ հպարտություն է, շատ ցավոտ է, բայց շատ հպարտ եմ ու շնորհակալ եմ, որ ես նման զավակ ունեմ։ Ու Տարոնը սա լուսեիս ինձ ուղարկե, ինձ պարգևել է, որ մաման ու պապան տեսնեն լուսեի մեջ են։ Մենք ենք շնորհակալ ձեզ։ Այո։ Ձեր տեսակի համար, շնորհակալ ենք ձեր որդու համար, իսկապես որ դուք շատ մոտիվացնող եք, ձեր այս պահվածքը, ձեր այս լույսը, որ դուք ձեր մեջ ունեք, վստահ եմ, որ օգնում է շատ ու շատ մայրերին, եւ գիտենք, որ դուք ինքներդ էլ շատ ճանապարհ եք անցնում շատ կանանց հետ, ձեր փորձը միգուցե իրենց հետ կիսելով, նաեւ ձեր հոգսը իրենց հետ կիսելով, բայց միևնույն ժամանակ իրենց այսպես ապրելու բանաձև եք փորձում փոխանցեք, այլ որն է ձեր ապրելու բանաձևը եւ ինչպես եք ուժ գտնում ձեր մեջ մյուս կանանց միգուցե այսպես փորձել ապրեցնել։ Ես միշտ անկեղծ եմ, էլի ուզում եմ անկեղծ պատասխանեմ այդ հարցին։ Երբ որ կորուստս նոր էր, կորուստս անդառնալի էր, երբ որ ինձ հրավիրեցին մեկ միջոցառման, ես աշխատավայրից դուրս եկա եւ գնացի, ունտեղ բնականաբար իմ բախտակից մայրերն էին ընդեղ, ու ես դա միշտ վերագրում եմ նրան, որ իմ Տարոնը միշտ ուզում է, որ իր մաման այդպես ձիգ, կոկիկ, խնամված լինի եւ մնացած մայրերը, ու ես այնտեղ տեսա, որ մայրերը ծնկի են եկել ու չեն կարողանում ուշքի գան, ես ինձ մեջ գերբնական ուժեր, ինչեր, ես այդ հարցը ես ինձ միշտ տվել եմ, ասում եմ, մարդկանց երևի կթվա, ես այնքան թեթև եմ տանում իմ վիշտը, որ կարողանում եմ մնացածին օգտակար լինել, անմիջապես չկորցրեցի ինձ։ Պայուսակիցս հանեցի բլոկնոտը եւ գրիչը, իմ հետնամասում անծանոթ մարդիկ էին կանգնած, ասացի արագի մեջ, վերցնում եք այս բոլոր մայրերի հեռախոսահամարները ու փոխանցում եք ինձ։ Ու այդտեղից ծնվեց հերոսացին մայրեր խումբը։ Ես որոնց հետ որ մայրերի հետ զանգում էի, խոսում էի, շատ մայրեր հիմա ասում են, այ մեկ մայրերից մեկը կուլիսներում է, կպատմի, ասում էին, այս աղջիկը չենք հասկանում, իրոք դա իր զավակն ա եղել, իր կամավոր զավակն ա եղել, ինչ որ ինքը մի քիչ տարբերվում է, էլի, ու ես ինքս լինելով, եթե ես ին վրա զարմանամ, բնական է, նման մայրերը եւ նման մարդիկ կզարմանան եւ մինչեւ օրս դա իմ պարտքն է, դա իմ Տարոնը ինձ պահ հատվել մնացածի ծնողներին, ես ինձ պարտք եմ համարում, ոչ թե միայն ապրեցնել իմ կամավոր Գիվարգիզյան Տարոնին, այլ ես պետք է ապրեցնեմ բոլորին, ինչքանով կկարողանամ։ Շատ բազմաթիվ միջոցառումներ եմ կազմակերպել, հաշվի չառնելով իմ առողջական խնդիրը, հաշվի չառնելով շատ ծանր հղիությանս փաստը, որը ինձ միշտ ասում էին կարող է եւ պահ լինի դու կորցնես բալիկիդ, բայց ես ասում եմ ոչ մի բան չի լինելու։ Մինչև վերջի պահը ես արել եմ միջոցառումներ, գրքի շնորհանդեսներ, մայրերին միավորելով դարել ենք մեկ ընտանիք, փառք Աստծո, այսօր մայրերը իրանց տեղը գտել են։ Վիշտը ինքը չի թեթևանում գնալով խորանում է, բայց փառք Աստծո, այսօր այն ժամանակները չի 5 տարի առաջ եւ հետո եւ հիմա մենք շատ առաջընթացներ ունենք, աշխատում են մեր մայրերը, այո, ձգտում են, որ իրանք առողջ լինեն, լավ լինեն, որ մենք կարողանանք մեր տղաներին ապրեցնել։ Դա պետք է անենք եւ պետք է դա մեր պարտքը չի, այո, դա բոլորի պարտքն է, որ ապրեցնեն մեր զավակներին, որ սերնդե սերունդ
կարդան, իմանան, թե ինչ ճանապարհ են անցել, այ հենց իմ տղան ինքը բավականին լավ կյանքով ապրած, լավ ընտանիքի տղա է եղել, բայց ինքը տարին մեկ անգամ էր իրան շոր գնում, բայց մենք չենք հասկացել ինչու։ Ես եւ իմ ամուսինը չենք հասկացել ինչու։ Ինքը տարբեր հեռուստալիքների անանուն բարերարն է եղել։ Ինքը սпасել է հացի խանութում հացը էժանանա եւ ինքը այդ հացը գնի։ Ինքը տրանսպորտին գումար չէր տալի գալիս։ Մամ, այսօր 100 դրամ խնայել եմ։ Ասում է ես կտամ տենց բաներ մի արա, բայց ես չեմ հասկացի ինքը հանուն ինչի է նայել, հանուն ինչի զանգելա պատերազմի դաշտից եւ ասելա գոր խնդրում եմ իր ավակ ընկերոջը եկեղեցու այս ընտանիքների գազն ու լույսը մուծի, որ հանկարծ իրանց երեխեքը չմրսեն։ Շնորհակալ եմ Տարոնիս։ Մենք էլ ենք շնորհակալ Տիկին Լաուրա, մենք Լուսեի մոտ տեսնում ենք գիրք Տերնեիմ լույսը։ Խնդրենք ձեզ կպատմեք այդ գրքի մասին։ Այս գիրքը Այս գիրքը գրել են Տարոնիս ճանաչողները, եթե անկեղծ ասեմ։ Այս գիրքը շատերը չէին կարողանում իրանց նյութը տային այդ գրքին եւ այս գրքից դպրոցներում եկա, որտեվ ինքը շատ ուսուցողական է, թե ինքը ինչ ճանապարհ անցեց 25 տարիներին, ինքը ինչ ա ուզեցել, որ այս սերունդը Երբ որ ինքը աշակերտներ էր պահում, ինքը շատ բավականին կարող էր բարձր արժեքներով պահել գումարային առումով աշակերտներին, ինքը բավականին ոչ մեկից չէր վերցնում, ասում էինք աշակերտներիցդ կարող ես էլի ինչ որ գործիքներ գնես, ինձ ասեց մամ, ասեց այդ պահին ես շատ վիրավորվեցի, ասեց լավ եմ անում ոչ մեկից գումար չեմ վերցնելու, բոլորին սովորեցնելու եմ, կերակրելու եմ, վերջում է գումարը դնելու եմ, գրպանը գնա։ Ես ասացի, ինչ ուզում ես, Սարա, հուզվեցի իր շատ կտրուկ պատասխանից։ Մի քիչ անցավ ուզում ա խաթրս առնի, մամ, չես ասում ինչու քեզ տենց պատասխանեցի, ասի չէ ինձ հետաքրքիր չի։ Ու ինքը ուզում ա իմ խաթրը առնի ու ինքը մեկնաբանում ա թե ինչու, մամ որ այս այն դարում ենք ապրում, որ պատերի տակ քիչ կանգնեն տղաները, չծխեն, թող գան, ես դրանով ոչ մի բան չեմ դառնա, մարդ չեմ դառնա, բայց իրանք կդառնան ու ապրեն այդ տղաները, որ այդ հոգով մինչև հիմա, որ Տարոնս ուզեցել է իրանք լավ մարդ դառնան, լավ ընտանիքի հայր, լավ զավակ ու իրանք կայացել են ու միշտ իրանց ծնողները շնորհակալություն են հայտնում, ասում են 15 օրում ոնց էր փոխում մեր երեխեքին, ասում են մենք ուղղակի չգիտենք, մենք դրան չենք հավատում։ Տիկին Լաուրա, սա նաև խոսում այն մասին, որ դուք ինչքան լավ տղա եք դաստիարակել։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեր ընտանիքին, որ դուք ընտրեցիք ապրելու ճանապարհը։ Շնորհակալություն, որ դուք եկաք մեր տաղավար եւ պատմեցիք ձեր պատմությունը, որովհետեւ վստահ եմ, որ դա շատ ու շատ կողքեվորի շատ ու շատ մայրերին, կողքեվորի բոլոր այն երիտասարդներին, ովքեր ուզում են ապրեն բոլոր չապրած կյանքերի փոխարեն։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր տաղավարում է Տիկին Լաուրան, ով հանդիսանում է Տարոն Գիվարգիզյանի մայրը, հերոսի մայրը։ Շնորհակալություն։ Մենք անցնենք առաջ, իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։